Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ոնց եք։ Եթե լսվում է, գրեք, լսվում է ու անցնենք ինձ հուզող հարցերին, այսպես ասած։ Ժողովուրդ ջան, նայում եմ, թերթում եմ հեռախոսը, մտնում եմ տարբեր էջեր, տարբեր բլոգերների եմ նայում եւ լսում եմ մի քանի խոսակցություններ Արցախի ժողովրդի մասին, Արցախի ժողովրդի բերնից մեր այս ընտրական թողոբոյի հետ կապված մի արցախցի տղա կա, բլոգեր է։ Կյաժմեջ գադայ աննազգանը չեմ էլ իմանում, ասում է, որ բանա իմ ձևով շարժում է, չմիացնում ես, ինչ անում ես իշխանությունների գլխին, ուզում եմ անպայման անդրադառնամ այդ տղուն, ուզում եմ պատասխանեմ իր տված հարցերին, ուզում եմ ասեմ կներես իմ ձևով շարժումը ինչ անում ես իշխանության գլխին, եւ կներես իմ ձևով շարժումը ինչ արել, որ դուք ձեր ձևով ձեր երկիրը լքեցիք, թքեցիք ու փախակ եկաք, ինչ արեց, այդ ձևով շարժումը ինչ արեց ձեր համար, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը պատկան մարմինները, Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահովի, սոցիալապես անկացարան, առանց բնակչության վայր ունեցած իր Հայաստանի Հանրապետության ժողովրդին դրել մի կողմ, արդեն 5-րդ տարին է, շալակած ձեզ մանատալի, ամեն ձեր մի հոգու չէ, ջանդակի համար, դուք ջանդակ եք, ջանդակ ուղղակիորեն, ձեր ամեն մի ջանդակի համար 50,000 դրամ ամսական փող ա դուրս գրում, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը ձեզ համար 10-ից 7-ից 8-ից 20 միլիոնանոց սերտիֆիկատներ ա դուրս գրում, որպիսի տնով, կացարանով, չգիտեմ ինչով ձեզ ապահովի, ձեզ ամեն մեկիդ 50,000 դրամ ամսական գումարը փաստացի տրամադրում է, բնակչության վայր, չգիտեմ, ամեն հարց հոգում է, ու դուք այսօր կանգնում եք, ասում եք, տեսնես իմ ձևով շարժումը ինչ անում, ուրեմն ձեր ձևով շարժումը, որ գնացել եք կանգնել եք իբր թե կողքին, որ պաշտպանեք, ասեմ ձեզ, դուք ուղարկի գլխաքանակասված համակարգն եք ապահովում անգրագետ արցախցիներ, այս անգրագետ համակարգի մասին խոսքը, կան չէ, դեբիլոտ ու մի քիչ իլի նորմալ, ուրեմն ասեմ ձեզ, դուք ոչ տուն ունեք, ոչ տանիք ունեք իմ հողու ջրի մեջ, ոչ քվե ունեք, ոչ էլ քվեարկելու իրավունք ունեք, դուք սնուցվում եք այս պուրակից, այս օջախից, այս ծորակից եւ հալածում եք այդ ծորակը, ապականում եք այն աղբյուրը, որից ջուր եք խմում։ Երևի ինձ թվում է հոգեբանորեն, որ մտածում ես, չգիտեմ, որպես քրիստոնյա ժողովուրդ, որ մտածում ես, մտածում եմ, կարող է դուք դարերով էլ Արցախից օգտվել եք ու նման հալածանքով եք վերաբերվել Արցախին, Արցախի պատկան մարմիններին չեմ ասում, Արցախի պատկան մարմինները իրանց անալիզների պատասխանը ստացել են։ Իրանց 36 տարվա դենկան 3 առաջի օրը Ադրբեջանի բանտում նոր եկավ այդ իրանց արած դենկայի պատասխանը։ Ես դրանցից չեմ խոսում։ Դրանք անցած էտապ են իմ կյանքում եւ ընդհանրապես ամեն գիտակից հայի համար։ Ես ուզում եմ խոսամ ձեր այդ էժանագին մտածելակերպից։ Ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում մեր պետությունից։ Ինչ եք ուզում իմ ղեկավարից։ Ինչ եք ուզում հենց իմին Փաշինյանից։ Ինչ եք ուզում։ Ասեք ես իրան հարցնեմ, տենամ ձեր ուզածը ունի, բերեմ տամ այ դիշովկեք։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Ձեզ ուտացնում ենք, ձեզ հագցնում ենք, ձեզ սնացնում ենք, ձեզ ծնեցնում ենք, ձեզ բազմացնում ենք, ձեզ անտուն անօթևան վիճակից քիչ-քիչ քաշում ենք տանիքի տակ։ Դուք հələ միևնույնն չեք գրանցվում, որ ձեր լակոտները չեն բանակ, այն բանակ, որ ձեր երեխեքի վախտով հասավ, դարավ տարի 6 ամիս, ինչ եք ուզում, հասկանում եմ, ձեզ ասեք ինձ, ես հասկանամ ձեզ, ինչ եք ուզում, կա ինչ-որ մի հատ թերի բան, էլ ինչ եք ուզում, որ անենք, ինչ եք ուզում, այս տվեցինք, այս տակիզ մայկեքը տվեցինք, պլավկեքներս տվեցինք, մեր ճաշի պղնձների մեջ մտակ, մեր բյուջեի մեջ մտակ, մեր քաղաքականության մեջ մտակ, ինչ եք ուզում, ինչ եք ուզում, ինչ եք ուզում, որ չեն կարել ձեր համար, այ մարդ, լավ, Աստծուց կրակ եք ուզում, այդ ձեր անելու չգնահատելու, Աստված այդքան արեց ձեր համար, չգնահատեցիք, դրա պատասխանը ստացաք, այսօր անօթևան քուչեն հայտնվեցիք, բայց էլի օթևան ունեցաք, բայց էլի հալածում եք ձեզ օթևան տվողներին, լավ, ինչ եք ուզում, ուզում եմ իմանամ, ինձ անհանգստացնում է այդ ցավը, ինչ եք ուզում, թեպետ էլ ձեր ուզելու մեջ ոչ ուժ կա, ոչ զորություն կա, ոչ գիտելիք կա, ոչ մտածելակերպ կա, ձեր ուզելու մեջ մենակ փողա, փող տանք հաճակ քոչո կպաշտպանեք, փող տանք հաճակ Սերժ կպաշտպանեք, այն Սերժին կպաշտպանեք, որ ձեր Արցախը, անիավեր Արցախը, Հայաստանի Հանրապետության, հասարակության, բիլակներով, վզի ջեբի հաշվին շենացրեց ու վաճառեց Ալիևին, մեջն էլ տվեց Հայաստանի Հանրապետության, այն մարդկանց երեխեքին, որ Արցախի շենացման հարցում մասնակից են եղել, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե բարոյապես, թե ֆինանսապես, կործանեց Հայաստանը, կործանեց Հայաստանի գալիք ներկա ապագա սերունդը, վերացրեց մի ամբողջ 18 տարեկան պակալենի քաշվեց գրախ, հանուն Արցախի, նուժելի այդ Արցախն այդքան թանկ հաճույք է,
Այդքան թանկ հաճույք, հա։ Իմ կյանքում իմ ամենաթանկ բանը, որ ես ունեմ, ամենաթանկ բանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այն ինչ որ ունեմ ինձ համար արժեքավոր, իմ տան մեջ, իմ ազգի մեջ, իմ Հայաստանի հողի մեջ, դա եռաբլուրում է, հանուն Արցախի բարօրության համար, հանուն Արցախի վաղվա օրվա համար, հանուն Արցախի ապագա սերնդի համար, հանուն Արցախի տանիքով մնացող արցախցու համար, տանիք ունեցող արցախցու համար, տանիք ունենալու համար, ինչ անենք էլ։ Ինչ անենք, մի հատ բացատրեք, էլի զարմանում եմ, հոսանքի տակ ընկած եք խոսեմ, գրագետ, դեբիլ, մտածելակերպի համակարգը ձեր մոտ լրիվ անջատացա, ինչ եք ուզում, ասեք տանք, ինչ եք ուզում։ Լույսը բացվում է մարդու հունից հանում եք, լույսը բացվում ասում է Նիկոլը սենց, Նիկոլը այն տվեց, արա Նիկոլը չի տվե, այ դիշով կեք, լավ Նիկոլը տվելա ձեր համակարգը, որը որ դուք գովաբանում եք այսօր, պաշտպանում եք ու 150,000 դրամ Հայաստանի մեջ վարձ եք տալի, որ ինչ-որ միտեղ ապրեք, բայց ձեր այդ Արցախից եկած սոված բոմժերը թուրքական սվիտրով այսօր Հայաստանի Հանրապետության 99% հյուրանոցների տերը իրանք են, ռեստորանների տերը իրանք են, հրճագավոր բիզնեսների տերը իրանք են, բայց դուք Արցախից չեկած օրվանից ու եկած օրը մինչև առեսօր դուք նստած եք Հայաստանի Հանրապետությունում այն մարկանց ով որ ձեր թուրք արցախցիների, որ Արցախից եկան ու մեր Հայաստանի պետությունում պետականությունը արգրավեցին, բանդայի մեջ վերցրեցին, այդ դրան շնորհիվ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունից դուրս սփյուռք ասված համակարգ, որտեղ որ հայտնվեցին այն հայերը, որոնք այնտեղ հայտնվել են Արցախի պատկան մարմինների շնորհիվ, որոնք որ անգրագետ համակարգով շարան, բռալով եկան, ոչխարի պես լցվեցին Հայաստանը խեղաթուրեցին, որ հայերը որ ունեին որոշակի բիզնեսներ, ինչ որ գործարաններ, արտադրամասներ, հացի արտադրություն կլինի, հրուշակեղեն կլինի, ինչ ուներ, խլեցին, կողոպտեցին այդ հայերի ձեռից, այդ հայերը իրանց հայրենիքից կարոտ փախան գնացին, ընկան ամերիկաներով, եվրոպաներով, հոլանդիաներով, մոսկվաներով, ընկան դառան քոչվոր մեր հայերը, բայց իրանց հայրենիքը չուրացան, բայց միևնույն պահին մոռացան, որ իրանք Արցախցու, այդ թուրք գենը որ մեջը կա, այդ գենի շնորհիվ են հայտնվել օտարապերում, բայց որ Արցախցու աշկը փուշ մտավ, մատը փուշ մտավ ու Արցախցու շնորհիվ, Արցախցու ջանդակը պայելու շնորհիվ հայ զինվորի փորը զենք մտավ, այդ սփյուռքի գնացած հայը առաջինը օգնեց այդ Արցախցուն ու այսքան անելուց հետո մենք կով ենք եղել, կտվող կով հայերս, կտվող կով ենք ելել, դուք էլ այդ կովերի կթողներն եք ելել, կտվորուհիներն եկել է, դուք Հայաստանի Հանրապետությունը կթել եք, մերել եք, բայց միևնույն պահին բողոքել եք ու դժգոհել եք, ու մինչև առեսօր դժգոհում եք, ասում եմ դուք Արցախից եկաք 5,000 դրամով, պարոն Վանեցյանի կբերես ձեզ, 5,000 դրամով 2 ավտոբուս բերես, մեկը ոլորանների վրան չայնի էր ինչ գրող էր, շուռ տվեց ոլորանների վրին ջանդակը 5,000 դրամի համար, գլխներդ կերավ քաշվեց գրախ, բայց Հայաստանի Հանրապետությանն նեղուանի ավերաբրած բնակիչ էլի կանես ձեր կողքը, ասուց կրակեք ուզեմ Կարող է իրոք Աստծուց կրակեք ուզե որ Աստված կրակես, չգիտեմ, այդ Աստված չարեց երևի։ Այդ երևի ձեր այդ կեղտոտ մտածելակերպի, ձեր այդ թարախ հոգու, ձեր մեջի այդ նստվածքի պատասխանն էր, որ դուք ստացաք։ Ուղղակի դրա բադը գիտես, որ դուք չստացաք դրա պատասխանը։ Դուք ընդամենը քարե եղած եք կորցրել, ֆիզիկապես չեք կորցրել դուք մեր չափ։ Դուք ֆինանսապես եք կորցրել։ Ձեր ֆինանսի վրա էլ թքած ունենք մենք։ Ձեր ֆինանսը մենք ենք աշխատել ձեր համար։ Դուք չեք աշխատել մեր համար։ Սիրելի անտիկվար ուղղարգիորեն թուրիմացության պես գիրգներս ընկած արցախցի ձեր ունեցվածքը մենք ենք աշխատել ձեր համար Մենք ենք աշխատել հոգեպես, ֆիզիկապես, բայրոյապես, ֆինանսապես, բոլորը մենք ենք արել ձեր համար, բայց էլի դուք դժգոհ եք, հասկանում եմ, ձեր դրության մեջ ուզում եմ մտնեմ, բացատրեք, ինչից եք դժգոհ, որ հատվածից եք դժգոհ հայի, ուզում եմ իմանամ, որ հատվածից, ով է Արցախցի բլոգերը, որ գա Հայաստանում անտեր, անտուն, անօթևան, ոչ պասպորտ ունի, ոչ կնինք ունի, ոչ ծննդավայր ունի, ոչ էլ գիտի որ դու ցայք եք համամ, ով է որ գա իմ երկրի մեջ որոշի, այս ընտրությունը ինչ կլինի են կլինի, դուք տեսել եք ընդհանրապես մի հատ հայ գա Արցախ ասի, ես Դաշնակցության կողմից եմ, կամ իմ քայլը դաշինքի կողմից եմ, կամ չգիտեմ Ծառուկյան հիմնադրամի կողմից եմ։ Տեսել եք? Տեսել եք? Հարց եմ տալի, տեսել եք արցախցիներ։ Ինչա ձեր ուզածը։ Ինչա ձեր ուզածը։ Միգուցե մի քիչ բարյանակ, միգուցե ձեր այդ երկար քիթը ամենտեղ չխոթեք, Աստված ձեր սրտով ձեզ տա, մի քիչ փոխվեք։ Եթե դուք այդքան լավն ու օրիգինալ եք, Աստված ձեզ այսքան կպահեր, Աստված ձեզ կխղճար, գոնե Աստված կկանգներ ձեր կողքը, բայց ինձ թվում է դուք այնքան լկտի համակարգ եք, որ Աստված էլ ձեզանից երես թեքեց, իրոք երես թեքեց, ձեզանից, ձեր մեջ էլ կար լավ ու վատը, նես չի չկա, նես չիստե չկա, բայց որ դու կայնում ես այսօր ասում ես
Գործող իշխանությունը, այդ հիշով կայ գործող իշխանությունը քուտան մահվան շեմին 80 տարեկանին էլա 50,000 դրամ փող տալի։ Այն մնացանիսին էլա 50,000 դրամ փող տալի, բայց իմ Հայաստանի Հանրապետության 46 տարի ուսուցիչը, 46 տարի ուսուցիչ աշխատածը, բժիշկ աշխատածը, ընդամենը 40 քանի հազար դրամ թոշակ աստանում։ Բայց ձեր բացի թոշակը ջանդակը, դուք ջանդակ եք, դուք ջարմա եք, դուք ջարմա, դուք ոնց որ ձեր ոտները ջարդած անասուն ըլնեք մեր ջանին ընկած, թե ինչ եք ուզում մեզանից, ես այտենց էլ չեմ կարող հասկանամ ձեզանից, թե ձեր ուզածն ինչա մեզանից ընդհանրապես էլի, ես ուղղակի ցավ եմ ապրում, ոնց կարաս մարդու համար, իմ կողքերն եք անտես դեբիլ համակարգ, այնքան եմ արել Այնքան եմ արել, հազարատ հարց եմ տարել աշտարակում, լուծել եմ պետական համակարգով, ասել եմ, «Էս ինչ մարդուն կօգնեք, պետություն ջան», ասել են խնդիր չկա, Ավագյան ջան, եթե կարիքավոր է կօգնենք, բայց այդ նույն մարդը, երբ որ ես իր այդ չեմ խոսացել, ինքը հայաթուն բարձր ինձ էլ քրֆե իմ իշխանությանն էլ։ Ուտես որ նայում եմ հասկանում եմ որ հայերի մեջ էլ կա դադարգագլուխ համակարգ, ձեր մեջ չկա, ձերը գրեթե համատարած այդ հիվանդությունը, ձեր մեջ նենգ ու ժանգախ տատիրած, ձեզ իրոք քլորաջրով տի լվացվի, բայց ոչ թե ձեր մարմինը, ձեր ուղեղները, ոնց կարաս գաս մի տեղ, ուտես, խմես, հագնես, Փրշտաս ասեն առողջություն, հազազ դեղդ բերեն, ծառավլնես ջուրդ բերեն, տուն չունես գրիշը քաշեն գլխիդ, շոր չունես շորը հագցնեն, ջեբդ փող չկա փողը դնեն, մի հատ է ֆրաս թերագնահատես, բա կարելի է, ուզում եմ իմանամ կարելի է, դա ճիշտ եք համարում, ինչի հիման վրա, մի հատ էլ մեկը գրել է սալը կա, խի սովորեք հայերը մեռնեն արցախցիների համար, սովորեք այդ տեսակետին, ասեմ ձեզ ես անմահ եմ Ես ուղարկի ապշում եմ։ Ես այսօր եկեղեցում լայվ եմ արել, ասել եմ, Աստված պահես, պահպանես իմ սփյուռքի հայությանը, հասարակությանը, նրանք մի մարդու պես կանգնել են իմ պետության, իմ պետականության, իմ զինվորի կողքին։ Ես չեմ կանգնել ասել, պահես, պաշտպանես իմ երեխեքին։ Չեմ կանգնել եկեղեցում ասել, Աստված թող պահպանի իմ զինվորին։ Ամենաառաջինը ասել եմ սփյուռքին, որովհետև պատերազմական շրջանում, երբ որ ես զինվոր էի պահում ու խնամում, իմ լեզվով էի պահում սփյուռքի գրպանով։ Մեռան կանելով ժողովուրդ ջան, ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում մեզանից։ Երեք չի առաջի օրը իմ մորքուրը զանգելա Կալիֆոռնիայում որ պաժարներ ընկավ բան իրանք էլ ահագին խառը վատ վիճակի մեջ են։ Իմ մորքուրը անունն էլ կարամ տամ տիկին աղավնին զանգելա Ռուստամ ջան, այն Արցախի ընտանիքին հիշում ես, կապ ունես, ասի մորքուր ճիշտ ասած համարը կորցրել եմ, բայց ոնց որ գրվել ենք։ Վերջի անգամ ասեց եկավ մեր տուն, ինչ պետք է տարա։ Ռուստամ ջան, այնքան անհանգիստ եմ, դե գիտես մանր երեխեք ունի, լվացքի մեքենա չունի։ Փող եմ ղրկում, առասի մորքուր ջան, պետք չի, ես այդ լվացքի մեքենայի հարցը կլուծեմ։ Համ կշկչում ենք, համ ածում ենք ձեր համար, բայց միևնույնն է, դուք չեք գնահատում։ Իրոք դուք չեք գնահատում։ Դուք ինձ համար ուղարկի վհուկներ եք։ Չկոսպեկտավորված կախարդների ամբող, որ եկել է այն ֆուլհաուսի մեջ ասում, աղջի ջան, դու ինչ հարցես, դու եկել ես մեր տուն, մեզ գցես վարկերի տակ, պարկերի տակ, մեր տունը քանդես, իրոք դուք այդ համակարգն եք, ժողովուրդ ջան, մի հատ ուշքի եկեք, սառը ջրով լողացեք, մեգա ջրի փողն էլ դուք չեք տալի։ Սառը ջրով լողացեք, հենց այս զմերվա կեսին, սառը ջրով լողացեք, կարող է ուշքի գաք, ոչ մեկ պարտավոր չի ձեր ցավը տանեմ, ձեր բեռը շալակի։ Մեր հոգսը թողած ձեր բեռն ենք շալակե, մենք իրոք պարկ ու պարտական չենք ձեզ, ուշքի եկեք, որտեղ ես տեսես ես բան, անես, չգնահատվես, Արցախցին գնացել նստե Հայաստանի Հանրապետության, ամենաամբարոյական կնոջ հեռուստաեթերի մեջ սենց անում մեզի, ինչի համար, սենց անելու համար, պատմոսով մատուցելու համար, դասով տալու համար սենց ես անում դու մեզի, ինչի համար ես անում, ուզում եմ իմանամ, ինչն ենք պակաս արել, շլվարը տվել են կոշիկ չելը, կներես կոշիկն է կբերենք, 50,000 աշխատավարձ ենք դուզ գրել ձեզ ամսական, 50,000 սոցիալ անապահովի փող ենք դուզ գրել կներես, բանը ավել պտի գրենք չեն գրել, էդ էլ կանենք, գոնե մի օր գովա, գոնե մի օր ասա վերև Աստված կար ջանդամ, գոնե այս հայերը լրիվ չեն մեռե, կեսնել կային մեզ տեր եղան, գոնե մի պատար գոհել եք, որ Աստված են մնացածնել չկտրի վրներիցդ, 100 անգամ շենացակ ուրացակ, 100 անգամ պատերազմի բերնով անցակ Հայաստանի Հանրապետության երիտասարդների սերունդի, երիտասարդ սերնդի հաշվին, կայուն մնաց ձեր հողը 100 տարի գյուլի բերնով անցակ, ավիրեցիք ձեր կացարանները Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով հայի արյան, ֆիզիկապես, ֆինանսապես ամեն հարցում, վերականգնեցիք ձեր Արցախը հայի գնով,
Հայ Արյան գնով վերականգնեցիք ձեր Արցախը ու եւս մեկ անգամ անշնորհակալ եղաք։ Ինձ թվում է դրան այդ էր ձեր անալիզների պատասխանը, որ լրիվ վերացրեցիք։ Երևի գոնե մի անգամ որ գոհ լինեիք, Աստված մի պատառ կպահեր։ Ինձ թվում է ձեր դժգոհությունն է, սիրելի արցախցիներ։ Ինձ թվում է ձեր այդ ուրանալու տարբերակն է, որ դուք այս ամեն ինչի պատասխանը ստանում եք։ Ինձ թվում է ձեր այդ անփույթ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, որոնք դարձան սքավոր ձեր նմանների երեսից, ձեր այդ մի փութ Արցախի երեսից։ Ինձ թվում է ձեր այդ վատ վերաբերմունքն է, որ մի հատ զինվոր նուռեր ուտում Հայաստանի Հանրապետության գեներալ Մանվելի դաչից, որի պահակները արցախցիներ են, կողմեք 100 դույմանոց տրուբեկի մեջ 200 դույմանոց, ու այդ տրուբեկը սվարկա եք անում։ Ինձ թվում է այդ է, որ դուք այսօր ոչ մի բան չունեք։ Ինձ թվում է, որ մարդը մի բուր կոնֆետ ունենում, ասում ասում փառք, կոֆեն էլ կլնի, չիլնի վաղը կլնի։ Գոհալնեմ, այդ կոֆեն էլ ալնեմ, բայց դուք ինչ ունեցաք դժգոհեցիք, ինչ ունեցաք բողոքեցիք։ Աստված ձեր ձեռից վեկալավ տվեց ուրիշին, ուղարկի մեջտեղը մենք տուժեցինք։ Մենք ձեր այդ սիրուն Արցախի համար, որ կորուստ չունենայիք, Արցախի կորուստ չունենայիք, ֆիզիկապես, ֆինանսապես, տարածքի հետ կապված կորուստ չունենայիք, ամենամեծ կորուստը մենք ունեցանք։ Մենք մի հատ այս կորուստ ենք ունեցել, հələ Արցախը կարող է հետ գա։ Շատ հավանական է հետ գա, Երանի հետ գա։ Երանի, ես Ալիևի ոտերը կլվամ, ջուրը կխմեմ։ Արցախը հետ գա։ Շենացնենք տանք ձեզ, բայց այս անգամ մի հատ մեծ պատնեշ ենք շարելու շենացնելուց հետո, որ Հայաստանի Հանրապետության ոչ երկինք երևա Արցախից, ոչ էլ Էզյանից հանգարցակի դարպաս լինի։ Ոչ մի բան, որ մնակ են կոմը մեզ հանգիստ թողեք։ Մենք պարկ ու պարտական չենք ձեզ, դարերով արել ենք։ Խալխի ապու պապերը, չգիտեմ, կճուճներով ոսկի են ժառանգում իրանց թորներին, չգիտեմ ինչեր են ժառանգում։ Մեր ապու պապերը մեզ ժառանգել են Արցախի հոգսը շալակելու process-ը։ Ես ուղղակի ապշում եմ, ինչքան կարելի է։ Ինչքան կարելի է։ Կարաս Արցախի անփույթ հասարակության են հատվածից ժամերով խոսած առանց գրելու, առանց կոսպեկտավորելու, առանց կարդալ սովորելու։ Այդ ձեր ուրացած տեսակի այդ ամբողջը այնքան պարս, այնքան գրագետ, այնքան փաստացի ապացույցներով կարամ շարադրեմ ձեզ, որ կիմանաք ձեր այդ խոսմա լեզվաբան կամ էլ գիտելիքների դոկտոր։ Ես ուղղակի ապշում եմ։ Մարդու արածը մի ուրացեք, մարդու արածը մի ուրացեք, դա ամենասարսափելի հատվածն է։ Մի ուրացեք, որ Աստված էլ ձեզ չուրանա։ Մի մոռացեք այն մարդուն, ով որ ձեր առաջ դուռաբաց է։ Մի մոռացեք այն մարդկանց, ով որ 10,000 անմեղ երեխու սարքեց քոռու թոփալ հանուն ձեր վաղվա օրվա, սարքեց քոռու թոփալ, եկաք Հայաստան էթայ գերաբլուր խոնարհվեք, էթայ մի զինվորի տուն ասեք ձեր խոխան մեր պատճառովը չկա, ոչ թե էթայ շտաբները քաղաքական թողուբոյի խառնվեք, դուք այդպես լավ պետություն ու պետականություն, քաղաքականություն պահող եք, ձեր քաղաքականությունը պահեք ձեր իսկ հողի մեջ, իսկ եթե այդպես լավ շլվարով տղերք եք կարում եք ձեր վրա պուպուլկա, որ Հայաստանում հարց լուծեք, ուրեմն մնայեք ձեր հողի մեջ, ձեր հարցերը լուծեք, ոչ թե գայք իմ հողի մեջ, իմ անկողնու մեջ, իմ հաշվին, իմ փողով, իմ հողով, իմ եղով տապակվեք, մի հատ էլ վեր կենակ, որ մեզ տապակեք։ Ուղղակի դադարացրեք ամոթադուք խեղաթուրված խայտարակություններ եք, խեղաթուրված ու խայտարակություն, հայի ամենաուրացող տեսակն եք, թեպետ դուք լիցենզավորված լիարժեք հայ չեք համարվում։ Աստված գիտի, թե դուք ինչ տեսակ եք եւ ինչ ցեղատեսակի եք պատկանում։ Ես ձեր մեծամասնությանը համարում եմ անասունի հոտ։ Այն մարդն է անասունի հոտ, ով որ իր անասնակերը ապահովող համակարգին տրորում է։ Ես այսքան ասում եմ ձեզ ու խորհուրդ եմ տալի, հասկանաք ու գիտակցեք, դուք իմ քաղաքականության մեջ ընդամենը անկնիկ գլխականակ ապահովող էլեմենտ եք, դուք ընդամենը գործող բանի, ցուցարարի գործող տեսակ եք, գործող տեսակ, գլխականակը ցույցի մատերիալ, ինչպես վարչապետը սկասեր, դուք ընդամենը ստեղ ցույցի մատերիալ եք ժողովուրդ ջան, քանի որ չեք ուզում ձեզ սպիտակավորեն, ուրեմն խնդրում եմ ձեզ կոռեկտ պահել եւ ուշքի գալ։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չի դարերով ձեր ֆիզիկապես, ֆինանսապես հոգսերը քաշի։ Հայաստանի Հանրապետության 99%-ը, 99%-ը, ուղիղ 36 տարի Արցախից եկած սովածները, որ եկան դարան ստեղ իշխանության պարագլուխ, 99% խոշտանգվել է այդ իշխանության շնորհիվ, որ իշխանություն զավթեց Հայաստանում։ Խոշտանգվել է այդ հասարակությունը։ Այդ հասարակության այն հատվածը, այն ամենաառաջուց, որ սկսեցին խոշտանգել հյուսիսային պողոտայում տներ վերցրեցին մարկանց բոյկոտելով շպրտեցին Քուչեն 80 տարեկան կնոջը սալյակով շպրտեցին Քուչեն։ Դրանց ժառանգները ամերիկաներում ու եվրոպաներում այսօր կիսաբնավեր վիճակում ապրում են, սոցիալ փողով հազիվ ապրում են, բայց էլի իրանց Հայաստանի կողքին կանյած են։ Ուրեմն փաստորեն մենք, ես ճիշտ եմ ասում, մենք ծնվել ենք ոչ թե ապրելու, ստեղծելու, արարելու մեր օրվա, մեր վաղվա օրվա, մեր սերնդի, մեր զարգացման, մեր բազմացման համար, փաստորեն մենք ծնվել ենք Արցախի համար։ Երկու հատ բան են սարքել էլի։
Ասում երկու հատ լավաշի փուր դնենք, որ օգուտ լինի, մեկը աշխատողների փողը տանք, ծախսերը հանի, մեկն էլ մենք ուտենք։ Հիմա մերն է, երկու հատ պետություն են ստեղծել։ Մեզ ստեղծել են որպես աշխատող մեքենա, Արցախիներ ստեղծել են բազմացող սերունդ։ Մենք բազմանում ենք, կոտորվում ենք Արցախի համար, որպեսզի Արցախը շենանա։ Դե կներեք էլի, դե կներեք, ներողություն եմ խնդրում, 1000 անգամ։ Վերջում էլ Հայլու Անժոյի մոտ նստած արցախցի են կնոջ նման, կնոջ չէ, փողոցային, սենց եմ անում։ Մի հատ կով նստելա, կթած կով, կթած չէ, խսր, ոչ մի արցախցի ուժասպառելած իմպոտենտ չի բարձացել այդ կնոջ վրա, որ դա ազգակին է, թե տղամարդ։ Մի հատ այս ստրկի սիստեր, դոշերը 7-7-ի վրան։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ այդքան ապօրինի տարած չի զբաղացնում Երևանում, ինչքան այդ կնգա դոշերը, սենց անում։ Արա Նիկոլ, եկել եմ խոսամ քեզանից, ասեմ հիշում ես Բերթումում շալվարներ ակնեմ։ Կներես Մորքուր ջան, դու այդ քո լայնածավալ կրսկա վանդակը առանց կրսկալի տկլոր Արցախից եկել ես ու Աստված գիտի թե Սփյուռքից որ մորքուրից ղրգած կրսկալն ես հագնում։ Հələ բեր դրանից խոսանք, նոր կորոշենք թե երկրի ղեկավարը անցած կյանքում ինչա հագե եւ ում նա հագե։ Հələ բեր դրանից խոսանք։ Ձեր Արցախի 99%-ը որները բաց չպլախ, դորուդոշները բաց դեկտեմբեր ամսին։ Որները բաց եկել են Հայաստան, այդ որը մենք ենք փագե, որ սկվազնյակ չանի հանգարց։ Մենք ենք փագե մեր հին ու նոր շորերով։ Իմ Ամերիկայի ղրգած մորքուրների շորերով ու շուբերով, Ամերիկայից ուղարկած դեղերով, Ամերիկայից ուղարկած անչափահաս երեխեքի ֆուրերով, շալվարներով ու սպարծիվ կեքով ու հուդիներով։ Մենք ենք ձեր քամագը փագե։ Թե ձեր քամագը փագեցին պրծանք, նորը նենց խորացակ, որ հանգարցակի մեր քամագը բացայլ է։ Կներեք մեր քամագը բաց չի եղե։ Դու որ այսօր նստել ես Հայլու Անժոյի ամբիոնից խոսում ես, թերագնահատում ես երկրի վարչապետին ցանկացած պատկան մարմնի, ասում ես տգլորա, այլ ասում եմ, քո 7-7-ի վրա կրսկերը բաց որ եկար։ Ես Ամերիկայից ուղարկած 7-7-ի վրա լիֆերը մեշոկով տալիս էի արցախցիներին։ Մի հատ տեսքու այդ բաց դոշերնով ա փագե։ Ով ա փագե։ Տգլոր որդ բաց եկար, փագեցինք լեզուդ երկարեց, ինչի հիման վրայա լեզուդ երկար է։ Այդ գիտես ինչից է։ Ամեն մարդու հոգս պիտի այդ տեսակ մարդու, պիտի թողես ինքը քաշի։ Պիտի թողես ինքը քաշի իր հոգսը։ Այնքան քաշի մինչև այդ բեզրազմեր դոշերը մաշի, որ իմանա որը որից հետո է։ Եթե սրանից հետո կուրանակ մեր արածը Ինձ թվում է եւս մեկ անգամ Աստծու կողմից կստանաք այդ հակահարված պատասխանը։ Այս անգամ կստանաք դուք ձերոնցով, որովհետեւ մենք էլ զինվոր չունենք ձեզ տալու։ Պարզա։ Ու եթե տենց հայրենասեր մարդիկ եք հող փրկող, մնայք ձեր հողը փրկեք, չեք փրկում, եկել եք մեր հողի մեջ ապրում եք, ուրեմն գրանցվեք, թող ձեր բջերն էլ այդան ծառային, մեր անմեղ երեխեքի պես։ Այսքանը սիրելի հոյդեվորտներ ջան։ Կոսպեկտավորված ես մենյուն տվել եմ արցախցիներին, եթե կթալի խնդիր կլինի, մեր տանը 60-ած զապաս կթալ կարա գակ տանեք, լափեք եսին բառապաշար ու մարսեք, ու իմանաք, որ ձեր արասների դիմաց այս շատ քիչ էր, որը որ ստացաք ինձանից, իմ ամեն բառը, մի հատ լավ ֆոսֆոր արժի, այն ֆոսֆորից, որ Պուտինի առաջը տորթը կիսեցիք, հետո էլ ասեցիք ստեղ տղեր կան Հայաստանից, ֆոսֆորը կլսնեք վրները, այ այդ ֆոսֆորից ուժեղ արժին բառերը, պարզա։ Կեթակ ու կմարսեք, կդաղվեք այս բառերի շնորհիվ, կզգաք, որ դուք անօթևան շներ եք իմ երկրի մեջ, ու ինչ որ բան կոսպեկտավորելու նամանավան քաղաքական պետական հայացքների հետ կապված, դրա իրավունքը չունեք, ոչ կնիկ ունեք, ոչ էլ ծնունդ ունեք, ոչ էլ ծննդավայր ունեք իմ հողի մեջ, դուք չունեք դրա իրավունքը, որ խառնվեք իմ պետությանը, իմ պետականությանը ու իմ քաղաքականությունը, դուք ուղարկված ղոնաղներ եք, չկոսպեկտավորված հույրեր, ու ետ վերադարձի հավանականությունն էլ ձեռքներիս է, մեռնեմ այն օրվանը, որ հետ կեթակ։ Նայում ես գլուխը տուրում այսքան ատելություն, այսքան անես ու այսքան ատելություն, այսքան անես ու այսքան հալածանք ստանաս աբրեսի փոխարեն, այսքան անես ու այսքան վիրավորանք ստանաս, ես ուղղակի ապշում եմ ժողովուրդ ջան, էսի ապշելու է, սա աբսուրդ է, աբսուրդ, չկա sense բան։ Այսքանը լավ մնացեք, իմ հետևորդներից թող բարի գիշեր լինի։ Ամենալավն ու բարին լինի ժողովուրդ ջան, բոլորիդ համար մոմ եմ վառել, բոլորիդ համար լայվով ուղիղ եթերով աղոթել եմ, Սփյուռքի հայերից շնորհակալություն եմ հայտնել, ամենալավը ձեզ համբերություն ու մեզ բոլորին, որ այս անկոչ ուժերի տեղատարափին կարողանանք հաղթահարենք։ Այսքանը լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում ու հարգում եմ։